Հրաշալի եւ շատ գեղեցիկ տեսահոլովակը վայելեցինք, հիմա ես ինֆորմացիա տամ, դասական ստեղծագործության Պարուշ Սևակի խոսքերով հերթական անիմացիոն տեսահոլովակն է հայտնվել համացանցում։ Այս եւ այլ պրեմիերաների մասին կխոսենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է երգիչ երաժիշտ Վահագ Ռաշով, ողջույն Վահագ։ Ողջույն Վահագ։ Շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ շատ հաճելի է գտնվել նորից ձեր տաղավարում։ Շնորհակալություն։ Մենք իհարկե գաղտնիքներ իմացանք տեսահոլովակի հետ կապված, նախ շատ սիրուն է, որովհետև մենք հիմա վաղուց կարոտ ենք մնացել այս տեսակ մեղմ երևույթներից, որովհետև միշտ տենց աննորմալ կլիպներ լինեն։ Իրականում ինչու է պայմանավորված, որ որոշել եք հենց այս ոճի նկարել տեսահոլովակը, ոչ թե կենդանի մարդկանցով, ինչ որ տենց գարնանային դրսում էս սիրո տեսարանը օրինակ լիներ մի հայտնի դերասանուհի, հայտնի դերասան Դավիթի հետ, Դավիթը այնտեղ գիտար կնվագեր։ Ինչքան էլ որ չի կարում։ Իմիտացիա կաներ ոչինչ։ Իրականում ծախսերի հետ կապված, քանի որ տեսահոլովակի միայն նկարն է արել մարդկային ձեռքը, մնացած արհեստական բանականությունով ստացել ենք արդեն անիմացիան ու ինքը Պարուշ Սևակի խոսքերը այնպիսին էին, որ մի քիչ կամ ինչ-որ գժական բան պետք է լիներ, որը բավական մեծ ծախսեր էր պահանջվում, կամ սենց անիմացիոն ինքը հենց բառերի հետ կապ ունեցող հետաքրքիր ինչ-որ բան։ Դե ամեն դեպքում լավ է, տարբերակ ընտրեցինք։ Հա, ես սկզբից ընտրել էի, որ ինչ-որ աղջիկ, որը ոչ ստանդարտի մեջ, բարի տեսքով ինչ-որ, միգուցե մի օր նկարենք դա, որտեղ ինքը շատ հետաքրքիր երգ է ստացվել, բլյուզային, սենց խառնուրդ ու Սևակի խոսքերը, բանաստեղծությունն էլ ինքնին շատ համեմատությունները թութակի, ջութակի հետ, վտակի, խորհատակի, պատատուկի փաթաթվող, իդեպ շատերը չգիտեին պատատուկը ինչ էր, այն փաթաթվող բույսն է, որ ասում է փաթաթվում է քո վրա։ Որ շատ է մեծանում, տենց հայրեն կարող ես բարձրացնել, չէ՞։ Ինքը ցանկացած հողամասում կա, շատ գեղեցիկ բույս է, բայց ինքը մոլախոտ է, շատ արագ փաթաթվում է մյուս բույսերի վրա ու ծաղկում է։ Ու իմիջիայլոց սենց մի լավ պատ է ստեղծում, որ քեզ ոչ մեկ չտեսնի։ Դե հա, այն բաների, այդ տուֆը, որ 800 մետր բաները, ինչ էր, որ կառուցում են տան կողքը, պարիսպների փոխարեն կարելի է շատ հետաքրքիր կանաչով ձևավորել եւ հետաքրքիր իդեպ ամբողջ աշխարհում այն փորձն են օգտագործում կանաչը այդ պատատուկ կլինի, չգիտեմ, կամ ուրիշ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ ծառեր կլինի, մեզ մոտ դնում ենք տենց քարե պարիսպներով գեղեցիկ, որ հանկարծ մեզ ոչ մեկ չտեսնի, որ մենք տուն ունենք կամ տունը չենք։ Տունը ինչ ունենք։ Ինչ ենք ուտում տանը։ Հա։ Բայց փոխարենը հիմա երբ որ նորակառույցները կառուցվում են, այնքան են իրար մոտ կառուցվում, սենց պատշգամբից պատշգամբ այնքան մոտ են, որ կարելի է ինչ-որ բան էլ գցել են։ Ժամանակներն է փոխվել, որ ասես կարող ես, չգիտեմ, լուսամուտը բացել եւ ասեք սուրճ վերցնել երկու գտալ, էդ էլ չկա, դրա համար անիմաստները միմյանց չեն էլ ճանաչում։ Այո, չեն ճանաչում։ Իսկ տխուր բաներից ենք խոսում, ուզում եք ինչքան մարդկային ամենասովորական հարաբերությունների ենք մենք կարոտել եւ դե կարծում եմ յուրաքանչյուր մարդ է կարոտում դրան։ Անդրադառնալով ծրագրերին, ոնց հասկացա, տեսահոլովակի պակաս չունենք, դուք շատ ակտիվ եք այդ առումով, ինչ է արժևում սպասվում, այո։ Արժևում շատ հետաքրքիր տեսահոլովակ է սպասվում, վաղը չեմ մյուս օրը նկարահանումներն են Սերժ Գաբյանի հետ, երգը դուետ է, մի փոքր պատմեմ երգը, որ երգն է, Վահան Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին», hard rock։ Քսազի, բայց շատ քսազի։ Հա, հետաքրքիր բան ենք ստացել, Արմեն Դոլինյան երգիչ ունենք, շատ հետաքրքիր, երիտասարդ, իր հետ ենք արել դուետը։ Hard rock հենց։ Հա, ինքը բավական հետաքրքիր բան մենք ես տեսել ենք այդ ոճում, չէ։ Ռոքային, հա, բայց քիչ ավելի ծանր չէ։ Հա, երգեր ունեմ, բայց այտենց չհրապարակված էլ չէ։ Դա է առաջի հերթին, վաղը համերգ ունենք Հինանի մյուզիկոլում, հետո ինչ ունենք։ Իսահակյանից «Ցաված սիրտս» արդեն պատրաստ է երգը, բանաստեղծության հիման վրա, այսօր պրեմիերա կանենք Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է բացել», պատրաստ է համարյա երգը, Այսինքն միշտ բացառապես ընտրվելու են մեր դասականների տողերը։ Դասական կամ իդեպ մի քիչ հետո ձեր հյուրերից մեկի խոսքերով երգ ունեմ Լռե հոգյակս։ Կարող եք կատարեք։
լռեն, ինչ-քիչ գիտարային չի ինքը։ Չէ, ավելի լավ է Գարունը կատարենք, շատ սիրուն երգ է։ Շատ լավ։ Հա, այսինքն բանաստեղծներ ժամանակակից ու մեր հայտնի հենց հիմնականում այդպես եմ ընտրում, շատ հազվադեպ է ստացվում, որ երաժշտությունը ստեղծվում է, դրանից հետո է խոսքերը ստեղծում, դա Տաթև Ոսկանյանի հետ ենք անում, օրինակ ես կգամ ինձ հետ մնամ, Տաթև Ոսկանյանն ասում է, ինչ երաժշտություն ունես, ուղղակի տեսնենք ինչ խոսքեր կարող ենք գրել։ Ավելի հեշտ է, բայց երբ որ խոսքերը կան։ Իրականում երկուսն էլ հեշտ չէ, ու մոտ 1000-ից ավել սևագրեր ունեմ, որը մնացել է ասենց համ երգի բառերով երգերի տեսքով, համ երաժշտության տեսքով, իրենց երգ դարձնելու համար պետք է ամբողջական ստանանք մի պատկեր, բայց կրկներգ, պրիպև, կուպլետ, ասենց ասած, հայերեն մոռանում եմ միշտ այդ բառը, ու այդ այնց կիսատ մնացած բաների պատճառով շատ երգեր մնացել են, բայց որը ավարտին հասցնում եմ միանգամից բան ենք անում։ Մի հատ շատ լավ երգ ունենք, որը պրեմիերան երևի մայիսին կանենք իրան, կյանք է կոչվում, հեղինակը ես չեմ, Սիրանուշ Անտոնյան հոգեբան է ինքը, բայց շատ հետաքրքիր ստեղծագործում է, համ խոսքերը, համ բառերը, իմ հայ երգը տեսահոլովակ ունենք, այդ հայի հենց հեղինակն է ինքը։ Առհասարակ համերգներ ունենում ես Հայաստանից դուրս։ Հայաստանից դուրս քիչ, կոմերցիոն չէ իմ երաժշտությունը, դրա համար Հայաստանից դուրս։ Դե այստեղ եւ ընդունում եմ ասած այդ եւ նաեւ չեմ ընդունում, որովհետեւ կարայքը շատ հանգիստ, հեշտ ու հանգիստ կոմերցիոն լինի։ Մի քիչ ծախսատար է, ինչի առումով, երբ հրավիրելուց պետք է բենդով լինենք, կենթանի, բավական մեծ ծախս է պահանջում բենդին ամբողջական հրավիրելը, առանձին էլ ես չեմ սիրում։ Քանի հոգի են բենդում։ 6 հոգի։ Բայց հիմա դա շատ հետաքրքիր ձևաչափ անում են, չէ՞, պոեզիայի, օրինակ հատկապես որ ձեր երկրել պոեզիայի հիմքի վրա է, կարող է լինել մի տեսակ այնպես բեմականացված, երբ դուք շատ ենք անում, բայց Հայաստանից դուրս ցավոք 1 տարի է Ֆրանսիայում ենք քննարկում։ Չէ, մենք արել ենք Հայաստանից դուրս Միացյալ Նահանգներում, մարդիկ շատ սիրեցին եւ ասեմ, որ շատ լավ աշխատող թեմա է, բնականաբար դա այդքան եկամտաբեր չի, բնականաբար, ես չեմ ասում գումար չես աշխատում, բայց դա այդքան եկամտաբեր չի, որ դու բենդով հասնես այնտեղ, բայց եթե դու մենակ լինես ու ինքը պոեզիան հեղինական երգի հետ կամ թեկուզ այս դեպքում պոեզիայի հիման վրա կառուցված երգի հետ շատ գեղեցիկ կստացվի։ Իդեպ լավ միտք է, Վագներ մեր ընկերն է։ Դե դու արդեն փորձում ես, կարող ես, այո։ Դու ինձանից լավ ես կարդում, մենք կարող ենք մի լավ բան մշակել։ Չէ, դու պրակտիկ փորձ ունես արդեն։ Դե դու էլ ոչ մի բանի խնդիր չունես, բեմի մարդ ես, ինչ ա եղել։ Դու ասում ես, նման գործընկերների հետ մի խնդրեմ կա։ Ես համաձայն եմ, կարող ենք քննարկել։ Իրականում ես ուրախ եմ, որ հիմա անգամ այս իրականության մեջ պոեզիան միևնույն է սիրելի է հանրության կողմից եւ երաժշտությունով ուղղորդված է ավելի։ Հա, եւ անում են մեր արտիստները, դերասանները եւ շատ ընդունվում է հանրության կողմից, չգիտեմ ինչի պակաս է։ Գուցե հենց պոեզիա չկարդալու պակասն է, որ մի քիչ այդ պաթոսով էլ այլևս նորմալ արտիստները չեն անում։ Ինչ էին անում։ Հա, այն որ տենց անպայման պիտի Հա, երբ որ դու իրապես խոսում ես, խոսք ես փոխանցում, պոեզիան նախ հասկանալի է դառնում, այն մարդիկ ովքեր ուզում են հասկանալ պոեզիան կամ ստեղծագործողի այն թողած հա ենթատեքստերը, լավ ներկայացնող արտիստը կարողանում է դա անել, դե մարդը պիտի գնա նստի վայելի ինքը ընդհանրապես վայելող է։ Հասարակ բառով դա երգի մեջ է, այդպես կարծում եմ պոեզիան էլ է նույնը, իսկ պետք չէ տառապել այդ երգով, պետք է պատմել այդ երգը, այդքան բան։ Նույնը պոեզիան։ Ասում եմ պետք չի ասել տառապում եմ, որովհետև տառապել բառը արդեն ինքնին իր մասին ամեն ինչ ասում է։ Հա, իրականում հա։ Այո, դե լավ, հուսանք որ մի քիչ այդ պաթոսից դուրս եկել ենք, հուսամ, չգիտեմ որքանով է դա իրական։ Չէ, ահագին, ես Եվ այո, փաստում եմ, որ մենք պաթոսից դուրս եկել ենք։ Կարող է մի 15% մնացել է, բայց 85% մենք։ Այն որ մեզ ասում են, առոգանությամբ արտասանի, առոգանությամբ մենք էլ չգիտենք առոգանությունը որն է, մենակ բարձր բղավում է։ Հա, բարձր բղավել, շշտել սենց։ Այո։ Իրականում ինստիտուտի տարիներին հիշում եմ մեր մասնագետներից Տիկին Հեկեկյանն էլ էր ասում մեր հայերեն խոսքը շատ լավ էներգիա ունի եւ կան բառեր
որոնք իրականում այնքան բովանդակային են, դու բառը հնչեցնում ես, արդեն ամեն ինչ ասված է, եւ պետք չի ավելորդ անգամ իլյուստրացիաներ սարքել բառի, այո, հենց մեկը սեր բառի մասին էր, կյանք բառի մասին էր, տառապանք բառի մասին էր, ատելություն բառի մասին էր, շատ բառեր կան, որոնք ավելորդ շեշտադրումը հաստատ չի խոսում այն մասին, որ դու ավելի ընդգծում ես այդ բառը, որտեղ այդ բառը արդեն ընդգծված է։ Քեզ պետք է ընդհանրապես գիտակցաբար հնչեցնել։ Եթե սիրո մասին ես խոսում, գոնե մի քիչ սեր ունենաս քո ներսում, եթե խոսում ես տառապանքի մասին, գոնե հասկանաս այդ ինչ է։ Հա, աչքերի կայծը ամեն ինչի մասին խոսում է, վակ դե բնականաբար ինչպես մնացած բոլոր քո հյուրընկալված եթերների ժամանակ գիտարի ժամն է։ Այո, գիտարի ժամն է իմ կարծիքով։ Այս երգը հաջիկ ստանանք։ Մոտ մի 15 օր առաջ է ստեղծվել, բայց այնքան սենց արագի մեջ եղավ, մի անգամից գործիքավորման հանձնեցի։ Գիտարը ծակվել է, վակ։ Հաստատվածը, հատուկ եթերային գիտար է, որ միկրոֆոնը ստեղից էլ վեկավ։ Այո։ Վագը արդեն ասում է հմուտ փորձառություն ունի։ Բացի բանից ինքը դու էլ ես արդեն լսում գիտարի ձայնը ավելի բան։ Ինքը մոնիտորի էֆեկտ է տանում։ Հա։ Բայց սիրուն է ինձ էս ոչ փայլուն, փայտե էս գեղեցիկ տեսքը շատ է դուր գալիս։ Այո։ Հա, ինքը Վահան Տերյանի Գարունը այնքան ծաղիկ է վառել, հենց այսօրվա տրամադրությանը համահունչ ապրիլի 7-ին ուզում եմ պրեմիեր անեմ, տեսնեմ կստացվի։ Իսկ կարանք մի բառ փոխենք խոսքի քաղաքապետարան այնքան ծառեր է կտրել խոսքի, հա։ Ես ուզում եմ ասել մի ասեք, Գարունը այնքան ծաղիկ է վառել, կգան կկտրեն այդ ծաղիկները միտեղ։ Կզանգեն ձեզ կասեն այդ որտեղ է ծաղիկները վառել Տերյանը, եկան կտրենք։ Կատակը Մի քիչ բնությանը մոտ լինելով, հա, կտրում տնկում են, բայց պետք է տնկել այնպիսի ծառեր, որը ստվեր ու օդ կապահովի, ոչ թե սիրունության համար ծառեր։ Կոտրվեցինք, էլի ասում ենք պուրակներում կարելի է գեղեցիկ մի քանի դեկորատիվ ծառ ունենալ, մի քանի մնացածը միևնույնն է, էլի պիտի ապահովի թթվածին։ Մարդը չէ գնում այգի։ Միայն գեղեցկություն չէ, մաքուրը շնչելու է գնում։ Դե բայց ասում ունենք այն ինչ ունենք։ Խնդրեմ։ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Գարունը այնպես պայծառ է կրկին, ուզում եմ մեկին քնքշորել սիրել, ուզում եմ անուշ պայպայել մեկին, այնպես կգվող է երեկոն անհապ, ծաղիկներն այնպես նազով են փակվում, շուրջս վառված է մի անուշ տագնապ, մի նոր ուզում է սիրտս մրրգում, անտես զանգերի կարկաչն եմ լսում, իմ բացված սրտում հնչում է մի երգ, կարծես թե մեկը ինձ է երազում, կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք, այնպես կգվող է երեկոն անհապ, ծաղիկներն այնպես նազով են փակվում, շուրջս վառված է մի անուշ տագնապ, մի նոր ուզում է սիրտս մրրգում։ Բրավո։ Շատ գեղեցիկ է։ Ասում գոնե երկի ձևով կարողանանք վարակել հեռուստադիտողին պոեզիային մոտ լինել։ Այո, դե սա է։ Ինքն էլ սենց ռոքային կատարում է, ավելի շատ սենց բալադային ռոքային էլեմենտներով համեմված։ Հուսով եմ ապրիլի 7-ին կհասցնենք ավարտել։ Գործիքավորումը։ Ավարտած է ինքը, երգը բեք վոկալներն ենք երգ չարաշորել, այո։ Իսկ հետաքրքիր է, երբ որ լինում են համերգներ ու գալիս է հանդիսատես, որպես կանոն նույն դեմքերն եք տեսնում։ Չէ, հետաքրքիր բան կա, երբ որ
սկսում ենք համերգը գովազդել Instagram-ով, լրիվ երիտասարդություն է։ Երբ որ ուզում ենք sense mix լինի Facebook, Instagram, երբ որ 45-50 պլյուս արդեն լրիվ Facebook-ի գովազդի շնորհիվ է դա լինում։ Այսինքն ով գո։ Հետաքրքիր ստատիստիկա է։ Ուզում եմ իմանալ ինչքան ծեր ես դու։ Հա, մի քիչ ես Հապոցեն երիտասարդ ես դու։ Հա, ես ավելի երիտասարդ եմ երևի մնացել։ Instagram-յան աուդիտորիայից։ Հա, երևի, բայց բանա հետաքրքիր է, Facebook-ը արդեն դառնում է այդ օդնոկլասնիկի կարգի նման։ Հա։ Հա։ Այնտեղ իրականում ինձ թվում է ավելի շատ լինում են ինչ որ քաղաքական Չէ, ընդհակառակը։ տեքստեր։ Չի ասի։ Դե TikTok-ն է одноклассники հետնորդը։ Չէ, TikTok-ը одноклассники էլ չի, TikTok-ը չգիտեմ, ես ինչ է հայաստանյան TikTok-ը։ Одноклассники վատ տարբերակը, բայց իրականում ինքը վատ հարթակ չէ, Հայաստանում։ Ինքը ընտիր հարթակ է, ինքը ուղղակի Հայաստանում հետաքրքիր բան, հիմա մի հատ sense հաղորդման պես մի բան ենք անում, կոչվում է ուրույն անհատներ, նկարում ենք մարդկանց Հայաստանում, ովքեր իրենց բնակավարի մեջ յուրահատուկ էին, հենց unique profiles անգլերեն է տենց է կոչվում։ Ու իր հոլովակներից Instagram, Facebook-ում դնում ենք, շարժ չկա։ TikTok-ում դնում ենք, ինքը միանգամից բարձրանում է անհասկանալի կերպով։ Հենց Դե թվում է հիմա երիտասարդները բացառապես TikTok-ում են։ Հա։ Չէ, ես այդ հարթակից ճիշտ ասած բացարձակ Ճիշտ բան կարելի չեմ է օգտվել ու ճիշտ։ Այնտեղ ինչ են անում, ոնց են անում, նկար են դնում։ Ես վերջերս առաջի անգամ TikTok-ով live եմ արել, live-ից հետո ինձ ասես դուք աշխատեցիք $50, բայց չգիտեմ որտեղից, ոնց, ուր գնացեք $50։ Live-ի ժամանակ նվերներ են ուղարկում, նվերներից ենք աշխատում, այո, սենց ասեմ։ Իսկ այդ նվերները գումարով է։ Այո, ուղարկողները իրանք այդ նվերները առնում են, որ ուղարկում են։ Հա, ես ասեմ, շատ կարևոր բան է, Վակ, որ դու TikTok-ում լինես, live-էր անես, դե բնականաբար live-էր ոչ թե անելու ես ինչ որ անիմաց զրույցների տեսքով, այլ քո երաժշտության, քո երկի։ Հենց Արմենի հետ այտենց որ մի խառնեք մեծ ձեր վայրի արջի ցեղերից արել ենք, իր հետ այտենց բաթլ։ Գոնե դուք փրկեք մեզ, դուք։ Այսինքն օրինակ, հիմա հնարավոր է այնտեղ, եթե մենք սեմինարների մասին էինք խոսում, խոսքի կուլտուրայի, ենթադրենք ինչ որ մեկի հետ, էլի մասնագետ մեկի հետ, կարող ենք անել ինչ որ բան, որ քեզ on-line հետևե։ Այո։ Հա, on-line հետևեն, դուք քննարկում եք ու այդ ընթացքում ինչ որ ժամանակ է, չէ՞ տալիս, sense։ Հա, իսկ դա ամոթ է թե ոնց։ Չէ, ինչի։ Չգիտեմ։ Ով է քեզ նայելու։ Շատ կարևոր։ Դու ես որոշում ով է քեզ նայելու։ Բա։ Ով պատահի։ Ալգորիթմը այսպես է աշխատում հիմա, նայ, ինչքան դու ակտիվանում ես, այնքան շատ է քո լայվերը տարածում։ Ահա։ Սկզբից կարող է քիչ մարդ նայ, հետո ավելի շատ մարդ նայ, հետո ավելի շատ մարդ նայ, բայց ես շատ լուրջ եմ հիմա ասում, այդ հարթակում աղբը այնքան շատ է, որ մասնագետները, չգիտեմ, Վագ, դու, ես, ինչու ոչ։ Կարող ենք մտնել եւ լայվերի տեսքով, չգիտեմ, օրինակ ասել, այս բանը եկեք այսպես անենք, օրինակ խոսքի վարպետության դասերից տալիս։ Եկեք անենք, էլի։ Բան չի չենք անում։ Ես չգիտեմ, որ այդ տենց աշխատում։ Ես գաղափար չունեմ TikTok-ից։ Անշիկ մի ծերացի, էլի խնդրում եմ ես քեզ։ Դե ես չունեմ այդ բանը, ինչ են ասում։ Ցանկացած հարթակում դու քո գործունեությամբ կարաս զբաղվես։ Ես ուղղակի չեմ ուզի, որ ես որովհետև չգիտեմ որքանով է դա հնարավոր վերահսկել, ես չեմ ուզի, որ այնտեղ օրինակ ինչ որ տենց ամբաղ մարդիկ մտնեն, ովքեր չեն հասկանում մենք ինչ ենք անում։ Մտնելու են։ Բա ոնց ենք իրենց կանխում, ինչ են անում։ Իրենց կանխել։ Իրենց պետքա վերադաստիարակել կամ դաստիարակել։ Հենց նպատակը դա կարող է։ Հենց նպատակը դա է։ Իսկ եթե իրենք անհամ բաներ ուզենան անեն կարող են։ Մաքսիմում իրանք կարող են տհաճ կոմենտ գրել, բայց դու այնպես բան չես անում, որ քեզ տհաճ կոմենտ գրեն։ Չեմ կարծում գրեն, որտեղ Չէ, գրելու են բնականաբար։ Անուշիկին կամ Չէ, վա, գիտես ոնց է, ես ունեցել եմ այդ փորձը, այստեղ մենք տաղավարում էլի ինչ որ բան կարող ենք մեջ բերել օրինակ ու հումորով անգամ ձևակերպում տանք, նկաբի տարօրինակ բան, այսինքն այն մարդիկ, ովքեր բառը հենց տենց ուղիղ տեքստով լսում են եւ չգիտես ինչի որոշում են, որ դա հենց անձամբ իրենց մասին էր, երբ որ դու այդ մարդուն չես էլ ճանաչում, բայց դու խոսում ես ինչ-որ մի երևույթի մասին։ Սա սկսվում է անձնավորվել, իհարկե միշտ որպես կանոն 100-ից 100-ն էլ նայել են, որպես կանոն դրանք անում են անգրագետ մարդիկ, որովհետև կին թե տղամարդ, եթե ինչ-որ բանի մասին մենք խոսում ենք եւ առիթ ենք ունենում դա գցել Instagram, մարդիկ ասում են շնորհակալություն, որ բարձրաձայնեցիք, ինչ ճիշտ եք, մենք հետևում ենք եւ այլն։ Նրանք, ովքեր կրթության հետ կապված ունեն այտենց իրարամերժ բան, վերաբերմունք, իրենք սկսում են օրինակ անձնավորել։ Եվ դու միշտ տարօրինակ նայում ես, այս մարդը
ինչի է անձնավորում, որովհետև նույն հաջողությամբ ինտերնետ հարթակում, YouTube, Instagram էական չէ։ Ենթադրենք կարող է քննադատություն լինի սերիալի եւ դերասանի։ Ես կարող եմ համաձայնել կամ ոչ, բայց ես երբեք չեմ անձնավորում, որովհետև ես հասկանում եմ, որ խնդիրը երևույթի մասին է։ Դու այդ երևույթի մեջ կարող ես լինել, կարող ես չլինել։ Բայց մեզ մոտ մի տեսակ այդ տարանջատումը չկա եւ սկսվում են անիմաստ մեկնաբանություններ, դու պարզ է որ քեզ համար միևնույնն է, բայց դու հասկանում ես, որ հանրության մի զանգվածքը, որը չի հասկանում, որ ես անում եմ, չեմ անում, դա էական չի, բայց մենք խոսում ենք արվող երևույթի մասին։ Իմ կարծիքով դու ուղղությունը քո սխալ ա գնացել։ Դու մտածում ես, որ ինքը մտածում է դու իրան ես ասում դրա համար է քեզ գրում, ես ասում եմ չէ, ինքը պարապ է, ինքը ուզում է մի ձև թեմայի մեջ լինի, ինքը ուզում է ուշադրության կենտրոնում լինի, ինքը ուզում է որ ինչ որ մեկի հետ դիալոգի մեջ մտնի, անկախ նայած դա ինչ խոսույթի մասին է խոսքը։ Դրա համար է ինքը կոմենտ գրում։ Վերջին անգամ երբ ես կոմենտ գրել։ Ոյ, ես մի անգամ իմեջում եմ ինչ որ բան գրում, եթե բանում եմ գրել։ Դե հիմա շատ հազվադեպ ինչ որ բան որ հավանում եմ, այդ ես այսպես ասեմ, անգամ եղել է որ ես ասենք չգիտեմ ոչ adekvat կոմենտի պատասխանել եմ, որ ասենք եղբայրս ինչ ես անում, ասենք դու գիտես ում ինչ ես գրում, որ լավ չի լինի։ Ամեն դեպքում չես ձգի, ում եկել են որ դրանից հետո վայ պատասխանեցիք, այնքան ուրախ եմ ձեզ չփելով, բայց մինչև այդ ինձ վիրավորում էր։ Ես եղել եմ որ պատասխանել եմ անմիջապես իրենց էջում, բայց վիրավորել եմ։ Այսինքն ոչ թե մեկնաբանությանն եմ պատասխանել, մտել եմ իր էջ եւ հաղորդագրություն եմ ուղարկել իմ կարծիքի եւ իմ պատկերացումների մասին իր անձի ու տենց։ Ես առաջարկում եմ մանավանդ արվեստի մարդիկ եւ նաեւ կրթող մարդիկ, ես առաջարկում եմ իրենք TikTok-ում սկսեն բլոգեր, որտեղ որ խոսեն։ Շատ լավ բան ասացի, կարող ենք միասին էլ ունենալ, չէ՞, հա, on-line կապ, ճիշտ եմ ասում, 3 հոգով էլ։ Ես չգիտեմ, բացառապես երկրորդ լինում է։ Ես երբեք ավելի շուտ online չեմ տեսել, մի հոգին մտնում է կողքից ինչ որ sense կարող են խոսան, չգիտեմ։ Բայց իմ ասածը նա է, որ մասնագետներն էլ պետք է, օրինակ, չգիտեմ, բժիշկը պետք է սրտաբանը պետք է խորհուրդներ տա, թե առհասարակ ինչ մթերքներից օգտվեն, որպեսզի, չգիտեմ, սիրտը ավելի առողջ լինի, արունաբանը արյան բաղադրության հետ։ Դե տենց անում են ուղղակի YouTube հարթակում ավելի ակտիվ։ Դե թող TikTok հարթակում էլ անեն, բոլոր հարթակներում։ Քիչ բանը քիչ է, կոմունիկացիան։ YouTube-ը բավականին բարդ մեխանիզմ է, YouTube-ում գումար աշխատելը շատ դժվար բան է, ես ասեմ, ու YouTube-ում ընդհանրապես դիտողականություն ապահովել ինքը ամենադժվար կայքն է YouTube-ը։ Իրականում ինքը ինչն է YouTube-ի խնդիրը Հայաստանում, ինքը Հայաստանը ինտեգրված չի դեռ YouTube-ին, բացարձակ։ Ինքը բան էլ համ ֆիզիկապես, համ ընդհանրապես։ Այսինքն, երբ որ դու հայերեն բան ես գրում, YouTube-ը դա չի ճանաչում։ Դրա համար շատ դեպքերում անգլերեն վերնագրերով են դնում, որպեսզի կարողանաս դնես գովաստ, հիմա դա էլ է արգելում, ինքը լեզուն արդեն ճանաչում է, ասում է անճանաչելի լեզու, ինքը գովաստ չի միացնում։ Մենք հյուրեր ենք ունեցել, իրականում այդ խնդրով զբաղվում են, որ հայալեզուն եւ Google-ում եւ առհասարակ ինքը բան լինի, ինքը ինտեգրվի, այդ միջազգային այդ, չգիտեմ, համացանցային հարթակներում ինքը ինտեգրվի, որպեսզի ճանաչի, այո, դա շատ լուրջ խնդիր է։ Մեծ խնդիր է ու դու չես կարող երբևէ դուրսը որ լինում եք, YouTube-ը բացում եք, մի կողմից ինքը իր բանը ունի, երբ որ YouTube-ը բացում եք, զգում եք ինչքան գովաստ կա։ Իսկ Հայաստանում այդ գովազդները չկա։ Իդեպ ես ասեմ, բայց եթե YouTube-ից օգտվում ես, Հայաստանում ամենաիդեալականն է, որովհետև միանգամից բացում ես եւ կարտինքը բացում է, իսկ դուրսը որ YouTube-ից օգտվում ես, ծերանում ես, մինչեւ քո ուզած նյութը ուզում ես նայել։ Դա էլ YouTube-ի օգտատերերի համար վնաս է։ Օրինակ իմ աուդիտորիայի 80-ից 90%-ը հայկական է, կոնկրետ Հայաստանի։ Սենց մնացած մի քիչ կարող է քիչ շատ ասեցի 70 լավ 30-ը դրսից է, այսինքն եթե ես հիմա YouTube-ով աշխատում եմ մոտավոր 200-ից 250 դոլար գումար, եթե այդ 80%-ը Հայաստանի գումարվեր, դա կլներ մինիմում 2000-ի մոտ։ Այո։ Այսինքն դա էլ մի կողմից վատ է յութուբերների համար, ասած։ Մենք ժամանակ ունենք, չէ՞, մի երգել լսենք, թե չէ։ Չէ՞։ Աբա։ Վահագի շնորհակալություն։ Բայց ասում եմ, այո, ինձ թվում է Վահագի երկրպագուները գիտեն ինքը որտեղ է բարբերաբար արքնենում համերգ տալու եւ իրականում դե տեսահոլովակներ, որի պակասը մենք հաստատ չունենք, Վահագը շատ ակտիվ է այդ առումով եւ իրականում մի քիչ էլ կենթանացնում է, շունչ է տալիս մեր դասականների խոսքերը։ Ընտիր։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք, հաջողություն եք մաղթում քիզերիցի համար, լավ օր բոլորիս։ Շնորհակալ եմ։ Մենք դեռ կարետ կունենանք այն ռոկի հետ կապված քննարկում ունենալու մեր տաղավարում։ Գովազդների եթերում սիրելի հեռուստադիտողներ։